Առաջի Հովհաննես 5-րդ գլուխ 20 համար այսպես է ասում. Եվ գիտենք, որ Աստծո որդին եկավ եւ մեզ միտք տվեց, որ ճշմարիտը ճանաչենք։ Եվ ճշմարիտում ենք, այսինքն նրա որդու Հիսուս Քրիստոսում, նա է ճշմարիտ Աստվածը եւ հավիտենական կյանքը։ Առաջին միտքը ասում է եկավ, որպեսզի ինչ անենք, ճանաչենք։ Նրան ճանաչենք, նրա որդու Հիսուս Քրիստոսին ճանաչենք, ժողովուրդ ջան։ Առաջի մնացորդած 28-րդ գլխի 9 համարի մեջ Դավիթը Սողոմոնին ասում է ճանաչի քո օր ասում։ Ինչի համար Աստված ուզում, որ մենք ճանաչենք ճշմարտությունը, ժողովուրդ ջան։ Լանայեք Հովհաննու ավետարանի 14-րդ գլխի 6 համարի մեջ Տեր Հիսուսը հայտարարեց, ասեց ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ինչի է մեզ պետք որ ճանաչենք, բարեկամներ։ Ասեմ մի քանի մտքեր, տեսեք, մենք ում հետ ենք ավելի շատ մտերիմ մեր սիրտը բացեմ, ավելի շատ կիսվեմ, ավելի շատ հաղորդակցվեմ, ավելի շատ վստահեմ, ավելի շատ ընկերություն անեմ, ում հետ։ Հա? Ամեն պատահած մարդիկ, արած գնաս, ինչ որ սրտիդ մեջ կա ասես, պատմես, կամ մի բան հարցնես, մի քիչ պիտի պակասամիտ մի որ թես բան անե։ Ամեն մարդ կիսվում է, հաղորդակցվում է, ավելի մտերիմ է այն մարդու հետ, ինչքան իր դիմացինին ճանաչում է։ Ինչքան է դիմացինին ճանաչում է, ինչքան դիմացինին վստահում է, ինչքան նրան մտերիմ է, այնքան ավելի կարողանում է իր սրտի եղած գաղտնիքները, ծածուկները, դժվարությունները կիսվել ասել, թե հենց չի։ Ամեն պատահածի հո չես ասում, ասենք դեպքեր լինում է մեկ-մեկ եկեղեցին, որ ասենք ստեղ այնտեղ խոսում են, մեկի գալիս են սպասավորի մոտ, բախբեր ասում այս ասեցինք, սաղին ասեցիր։ Ենորը մեր երիտասարդներից մեկը, հմի ամուսնության առաջարկություն արե, բայց գիտեմ, որ այս մարդը մինչև ինձ ասել է, արդեն մի քանիսի ասել է։ Հմի ընկերոջ հետ ասեմ, հա ասում, ընկերոդ ոնց է, ասեմ, խաբար ես, չէ՞ որ ընկերոդ առաջարկություն արե, գլուխը կախանում։ Ասում է դե արտակ աղբեր, ասում հրանայ, մի քանի տարբեր մարդկանց հետ խոսում է, նոր գալիս ասեմ, մի եթե համաձայնությունը չեղնի, հով է գնացել ասել, ված հովը չի ասել, դու ինչ ես արել, քու մտերիմներին կիսվել ես, քու մտերիմներին ասել ես։ Հմի նայեք ժողովուրդ ջան, այսօր մեր սպիտակը մեզպիսի խոսք կա, լոռի են Վանաձորում, ասում է դիմացինի ճանաչում ես, ասում է հետը չոր չեմ գնացել, չեմ աշխատել։ Չգիտեմ, ստի ասում են, թե չէ։ Համիկ, եթե մեկին չես ճանաչում, դու չես կարող կիսվես։ Եթե դու չես ճանաչում Հիսուսին, դու չես կարող իրան ամբողջ օրին վստահես։ Ներող կլեք մի հատ ուրիշ օրինակ բերեմ։ Հիմա եկել ենք մեկը ձեր դուռը, զանգը խփում է տան, ու ասենք մեկը մի հատ մարդ կանգնած ասում է, գիտես ինչ ասում է, քույրիկ ջան, մի բաժակ ջուր տուր։ Բնական է, բոլորս այդ ջուրը կտանք, չէ՞։ Ես էլ կտամ։ Բայց մեկ էլ դիմացինը կանգնում ասում է, գիտես ինչ ասում է, $1000 ինձ փող տուր ասում է, կամ մեքենատ ինձ տուր, գնամ ես ինչ գործին եք ուզ մեքենատ կբերեմ քեզ կտամ, կտաս հորոջան ավտոտ։ Խի ախպեր, բա հոգևոր է, Սուրբ Գիրքն ասում է ձեզանից ուզողին տվեք։ Ես էլ չեմ տա, ժողովուրդ ջան։ Հաց կտամ։ Բայց այդ մեծ գանձ իմ ունեցվածք իրան չեմ վստահ, որտեղ ես իրան չեմ ճանաչել։ Բայց եթե արտակ ախպերը գասի հովո ջան, վռռազ մեքենաս փչացել է մի ավտո տուր համբարձում ջան, պիտի գնամ ես իշտեղ արտիկ հետ գամ, ավտոտ տամ, կտաս թե չէ։ Եթե դու չտանես, հաստատ ավտոտը կտաս։ Ինչ ճանաչում ես։ Այդպես է ժողովուրդ ջան, այսօր շատերը հոգևոր առաջընթաց ու կյանք չեն ունեն, պատճառը նա է, որ Տեր Հիսուսին չեն ճանաչում։ Հիսուսի մասին կարող են խոսել, Հիսուսի մասին կարող են վկայել, Հիսուսի մասին կարող են պատմել, բայց Հիսուսին քշել է ճանաչել։ Ամերիկայում մի հատ միջոցառում է տեղ ունեցել, մի քանի հազար հոգանոց, այնտեղ ասենք կլում ատենց միջոցառումներ, տարբեր հարանվանություններից, տարբեր տեղերից հոգևոր մարդիկ են հավաքված լինեն, եւ մի հատ երիտասարդ կանգնում է այդ միջոցառմանը եւ 23 սաղմոսը Տերը իմ հովիվն է անգիր արտասանում է։ Եվ որ այս մարդը շատ սքանչելի արտասանում է, սաղ ժողովուրդը ցնցում մալացյաներ, տարբեր մարդիկ են, մեկը ծափատալիս, մեկը չգիտեմ ինչ է խոսում։ Մի քիչ հետո արդեն այս միջոցառման կեսից հետո մի հատ տարեց մարդ է կանգնեմ, նույնպես այս մարդն էլ է 23 սաղմոսն արտասանում։ Եվ որ այս մարդը 23 սաղմոս արտասանում է, բոլոր դալիճը ոչ մեկը նստած տեղից չի վեկենում։ Ոչ մեկը գլուխը չի վրցացնում, ոչ մեկը չի ուրախանում, շատերը լացում են, շատերը նստած տեղից գլուխները կախում են։
Այնտեղ մի հատ երիտասարդ իր հոր հետ նստած ալում, ասում է հայրիկ ասում է։ Նոր մի քիչ առաջ այն երիտասարդը 23 սաղմոսն ասեց, ժողովուրդը ցնծում էր, ուրախանում էր, բայց այդ նույն սաղմոսը, նույն խոսքերը, այս տարեց պապն ասեց, այս ժողովուրդը չի շարժում տեղից, լացում են, ինչա տեղի ունենեմ։ Ասում է զավակս, այդ երիտասարդը այդ հովի մասին էր պատմում։ Այդ հովի մասին խոսում էր, բայց այս տարեց պապը այդ հովին ճանաչում է։ Ժողովուրդ ջան, Աստված ուզում է, որ մենք իրան ճանաչենք, որովհետև եթե դու Հիսուսին չճանաչես, դու չես կարա իրան պաշտես։ Քո պաշտամունքը կլի, ասենք, արտակուս սենց, գիտեք, եւ հիմա դա է պատճառը, նայում ես, մարդը 40 տարի, 50 տարի, եկեղեցու մեջը, հավատքի մեջը, մեղվեմ, բամբասեմ, վիրավորվեմ, լացել եմ, ինձ չայցելեցին, ճաշը եփեց, հարսես միսի ինձ չտվեց, թորից տվեց, այս մեկը էս ասա, վայ իմ մասին են խոսացին, այս մարդը չի ճանաչում Հիսուսին, ժողովուրդ ջան։ Մեկ էլ ինչ աղե, կայթակղվել եմ, դե մենք շատ առաջներում շատ ենք Գյումրի գալիս, շատ էինք, լմիկ հնարավորությունները չի, լմ ժամանակներս չի բավականացնեմ, ասենք, հիշում եմ մի անգամ մի հատ եղբոր եկանք, բա Արտուշ ջան ինչ եղե, հեջ Արտակ ջան, շտահ բրծավ ընգավ, այս մեկը նենց եղավ, բան խոսում էինք, այս մարդ ասում, այ մարդ չեն ճանաչում այս մարդիկ ասում։ Հնի մարդը մարդից նեղանում է, եկեղեցի չի գնում։ Ինչ է, եկեղեցին է կամ հովիվն է քո մայրակյանքը դրե։ Սերներ առաջի քայլը մենք պետք է ճանաչենք Հիսուսին։ Այ երբ որ մարդը ճանաչում է Հիսուսին, ինչ է տեղի ունենում այս մարդի կյանքի մեջ։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 32 համար։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ 32 համար։ Դե Հիսուսն ասում է ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի քեզ, մեզ ազատ կանի։ Այսօր ինչ է նշանակում ճշմարտությունը ճանաչես, որ ազատվես, ժողովուրդ ջան։ Նայեք 20-րդ դարի կեսից էսկոմ Սատանան մի հատ խապկանք մտցրեց եկեղեցիների մեջ։ Եվ այսօր շատ եկեղեցիներ ասում են, մենք ազատ ենք, Տեր ազատ էլա, մենք ազատ ենք։ Այո, մենք բոլորս ազատ ենք, բայց ինչից ազատ է Տերը։ Գաղատացիս թղթի մեջ ասում է, ձեր ազատությունը թող մարմնի ազատություն չտա։ Այսօր շատերն ասում են, գիտես կարևորը սիրտն է, Աստված գիտի իմ սիրտը, ես ազատ եմ։ Ժողովուրդ ջան, մենք մեղքի ստրկությունից ենք ազատված։ Ոչ թե մեր ուզած կամքը անելու, ոչ թե մեր սրտի ուզածն անելու, մեր ցանկությունը կատարելու, այլ մեղքի իշխանությունից ազատված ասում պաշտելու։ Լանայեք Ղուկաս ավետարանի առաջի գլխի մեջ, երբ որ Զաքարիան մարգարեանում էր Տեր Հիսուսի մասին, ասում է նա եկավ, որ մեզ ազատի մեր թշնամիի ձեռից 70 խոսքի մեջ է, որ այն երկյուղ պաշտենք մեր կյանքի բոլոր օրերի մեջ։ Այսինքն ժողովուրդ ջան, մարդը ինքը լավ դերասան է, գիտեք։ Շեքսպիրը շատ լավ է ասել։ Շեքսպիրն այսպես ասում, աշխարհը բեմա մարդիկ դերասան։ Քո կողքին նստած է, քո ամուսինն է, քո կինն է, ժպտում է, բայց դու իր սիրտը չգիտես։ Նա էլ քո սիրտը չգիտի։ Մենք մեր դիմացիներին ցույց ենք տալի, լավն ենք, բարի ենք, ողորմած ենք, քաղցր ենք, բայց ինչքան բաներ կա մեր սրտի մեջ, մեր հանդեպ սկսած հենց մեր ընտանիքի անդամներից, ամուսնուց, կնոջից, զավակից, ու ասենք լիքը հարցեր։ Ինչի, որովհետև մենք այս ազատությունը ոչ թե մարմնի ազատությունը, ժողովուրդ ջան, նորից եմ ասում, մեր ներսի ազատությունը պետք է լինի։ Հիսուսն եկավ, որպեսզի մեր ներսի կապերը, կապանքները, մեղքի ստրկության գերությունը քանդի։ Դեռ Եսայի մարգարեն Տեր Հիսուսի աշխարհ գալուց ֆիզիկապես 700 տարի առաջ այսպես է ասում։ Ասում է նա եկավ, որպեսզի ավերված ժառանգությունը վերականգնի։ Այսինքն ինչ ժառանգություն էր ավերվել։ Եվ որ Աստված մեզ ստեղծեց մեր նախահորը, Երեմի պարտեզի մեջ, ինչ էր տեղի ունենում մինչև Ադամի մեղանչելը։ Աստված Սուրբ Գիրքը հիշեցնում է, ամեն հովատեն իջնում էր ու Երեմի պարտեզի մեջ Աստծո հետ ինչ էր ելում, հաղորդակցվում էր։ Այսինքն Ադամը եւ Աստված իրար հետ հաղորդ էին։ Թե ինչպես էին հաղորդ, բայց հաղորդ էին։ Եվ այդ հաղորդությունը, այդ կապը երբ կտրվեց, երբ որ մարդը մեղանչեց, ժողովուրդ ջան, եւ մարդը դատապարտվեց։ Եվ ասեմ ձեզ, մարդը ազատ եղել է մինչև մեղանչելը Եդեմի պարտեզի մեջ։ Որտեղ Տեր Հիսուսի խոսքը ասում են, կարդում ենք, ինչ ասում Տերը։
Եվ որ Ադամին դրեց Եդենի պարտեզի մեջ, ասում է, այս պարտեզը քունն է, իշխի, տիրի, աճի, բազմացի, մշակի, ասինք ինչ ուզում ես արա մեր լեզով ասած, ոնց ուզում ես վարվի Ադամ ջան, մենակ մի բան պիտի չանես, այս պարտեզի ես մի ծառի պետքից պետք է չուտես, մնացած ինչ ուզում ես դու ազատ կարող ես անես, բայց եւ որ մարդը մեղանչեց, երկրորդ Ադամը, Հիսուս Քրիստոս, որ եկավ ժողովուրդ ջան, եք ես չի ասեմ, Արտակ ջան, ինչ քեֆը տալիս արա, ոնց ուզում ես ապրի, ինձ էլ հավատալ կփրկվես, դες բան չի ասեմ, բա ինչ ասեմ Տերը, ասում ես քեզ օրինակ թողը ոնց որ եղբայրն ասեմ, որ իմ հետքերով գնաս, ասում քեզ կանչող Սուրբի պես դու էլ պետք է սուրբ լինես, ասում ոչ մեղ բնավ երկինք չի մտնելու, այսինքն երկրորդ մարդի համար ժողովուրդ ջան, այլ ընտրանքային, գաղափարախոսային, իր ցանկություններով վարվելու եւ այս մի խոսքն իրար հետ միացնելու անելու ճամփա չի մնում։ Հստակ մի ճանապարհ է, ուզում ես գաս երկինք, այս ճանապարհով պիտի քայլես։ Ուզում ես հավիտենական կյանք ժառանգես, պետք է իմ խոսքի մեջ մնաս, որտեղ առաջի Ադամը ինքը ազատ է հնարավորություն ուներ, բայց նա զանց արեց եւ դատապարտվեց։ Իսկ երկրորդ Ադամը ասում է պետք է սուրբ լինես, որ մեծ հաղորդ լինես։ Բայց երբ որ մենք ճանաչում ենք այդ ճշմարտությունը ժողովուրդ ջան, մենք գնում ենք մեղքի ազատությունից, ազատվում ենք մեղքի կապանքներից, ձգտում ենք այդ սուրբ կյանք ապրենք։ Բայց սատանան այսօր խափում է, ազատ է, սենց արան արա, ասուն էլ փարտուր, այս բան չի կարալի ժողովուրդ ջան։ Համար թող Տերը օգնի, որ ճանաչենք այդ ճշմարտությունը, որ ազատ լինենք։ Երկրորդը տեսեք ինչ ասում, եւ որ մենք նայում ենք ժողովուրդ ջան, առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 16 համարի մեջ, Առաքյալը այսպես ասում, Հովհաննես ասում է, մենք ճանաչեցինք եւ հավատացինք, որ Աստված սեր է։ Այսինքն մինչեւ մարդը ասում չճանաչի, նա չի կարող ասում հավատա։ Աստծո սիրո վրա չի կարող հավատա։ Չի ճանաչում այս մարդը, չի կարող վստահի։ Մենք պետք է ճանաչենք այդ ասում, որ հավատանք։ Նայեք ասենք, մի երեխան ասենք, մոր հետ կամ հոր հետ գնում է։ Փոքր երեխա է, ասենք, փողոցով գնում է։ Այնտեղ փոսը անձևա, ջուրաստառածա, այս տնով այս երեխու ձերը բռնում է, կամ պապը, չէ, այս թորի ձերը բռնում է։ Այս երեխան ինչ անեմ։ Հանգիստ է իրամ, ապահով է, գիտեք, կարա գնա ասենք, տեղը հաուզում է թափ-թափ խաշի, բայց հենց որ փոսի մեջ անկնեմ, դժվարության մեջ անկնեմ, չի վերեմ, նմնչի, որտեղ նա ձերը ինչ արած, բռնած է, նա վստահում է իր ծնողին։ Ես մի հատ սես դեպ տեղ ունեցավ տարիներ առաջ, իմ ընկերը, մեր արավ աղբերը, ես երեխեն գարաժի գլխին կայնած, ես մի 2 մետր, ինքը ներքև կայնած, համ երեխու տղին ասում է, ուզում է ճարպկացնի էլի, այդ մի ուճար տղին է, համ մի փոքր վաղտ ասում է, թռի ասում ազի ջան ես կբռնեմ բան, դուխավորացնում, այս երեխեն կարիս է, թռնում է, սա բռնում է, մեկ է որտեղից որտեղ, ես հարևան երեխենն է գալիս։ Մեկ ես երեխեն, որ իր երեխեն թռնում, այս հարևան երեխեն է թռնում։ Մեկ ես սարամ ինչ ան, երկուսին չի կան, այս հարևան երեխուն բռնում է իր երեխեն, գնում է ներքև։ Ասում ավեն լավ ասում եմ երեխուն բալի, կաստի հարևանի։ Հետո մյուս անգամ որտեղին տանում ասում այ թռի ասում չէ։ Ասում ազիս պապա, չի ասում պապ չէ։ Ինչ տեղ ունեցավ։ Այս երեխեն հավատում էր, որ հեր իրավ պահում է։ Չէր վախում, ինչ էր անում, թռնում էր, բայց երբ որ մի հատ թռավ ես հենը չպահես, աշկը վախեցավ։ Ժողովուրդ ջան, երբ որ մենք ճանաչում ենք մեր օրը, մի հավատանք իրան։ Այսինքն ես հավատում եմ, որ այն Տերը, որ ինչ որ իմ կյանքի մեջ տեղյա ունենեմ, ինքը տեղյակ է։ Լանայեք 139 Սաղմոսի մեջ այսպես ասում։ Ասում է դու դեռ չծնված, դեռ քո մոր որովայնում չկազմավորված, քո պատկերը իմ առաջին էր։ Լամա բերեք նայենք, դեռ դու ծնված չէիր, իմ ծնողներն էլ գոյություն չունեին, այս երկիրն ու երկինքն է գոյություն չուներ, քո պատկերը Տիրոջ առաջին էր։ Մի ուրիշ տեղ այսպես ասում է դու դեռ չմտածած, խոսքը դեռ քո մտքին չեկած, ես գիտեմ դու ինչ պիտի ասես։ Հասկանում եք սա ինչը։ Ես չեմ հասկանում, ժողովուրդ ջան, անկեղծ եմ ասում։ Այս մեծ գանգս չի տեղավորում այդ դրանց բաները, խալ լիզով ասենք հասկանում ենք, բայց երբ որ ամբողջ էությամբ հասկանաս, դա պատկերացրա։
Չգիտես, դու դեռ գոյություն չունես, բայց ինքը քեզ գիտի։ Դու դեռ չես խոսում, ինքը գիտի դու ինչ պետք է խոսես։ Դեռ ես երկինն ու երկինքը չկար, ինքը քեզ տեսնում էր, ինձ տեսնում էր, ժողովուրդ ջան։ Եթե մենք սրան հավատանք, իսկ հավատալու ապ Տիրան ճանաչենք։ Ես ես Աստվածաշունչ չգիտեմ ինչքան եմ կարդացել, ժողովուրդ ջան, երևի մի 40 անգամ ամենակիչը, եթե ոչ ավել։ Բայց ամեն կարդալուց մի բան եմ, ես վերջերս որ կարդում էի, մեկ է Տերը որ Հոբի հետ խոսում է։ Ասում է, դե հենց այս կարկուտի շտեմարանները, եղնիկինով է ծնացնեմ։ Ասում է, այս անում, ապշում ես այ մարդ ասում ես, Տեր Աստված, ես ինչ մեծ ես դու։ Բայց մենք այնքան հենց ալի գոլիկ ձևով ենք նայում այդ ասուն, հա, լի սենց, սորական, հա, ու սենց չէ ժողովուրդ ջան։ Հեշտ իրա խոսքը զանց ենք անեմ, հեշտ իրա խոսքը անարգում ենք, հեշտ սենց էլի սորական, ոնց որ մի հատ արտակ աղբոր կամ մի հատ հարևանի կամ մի հատ չգիտեմ ում հետ, ժողովուրդ ջան, ճանաչենք մեր Տիրոջը, որ իրան հավատանք, որ իրա սիրուն հավատանք, որ իրա սիրուն վստահենք։ Լա տեսեք, Պետրոս առաքյալը ինչ ա գրեմ, երկրորդ Պետրոսի առաջի գլխի 19 համար, երկրորդ Պետրոս առաջի 19 այսպես ասում, և մարգարեական ավելի հաստատ խոսք ունենք, որ եթե նրան մտիկ տանենք, լավ կանենք, ինչպես մի ճրակի, որ լույս է տալիս մութը տեղը, մինչև որ ցերեկը լուսավորվի և լուսաբերը ծագի ձեր սրտերի մեջ։ Ասում եմ մտիկ տանք նրան, ինչպես մի ճրակի, որ մութը տեղը ինչ անեմ, լույս է տալիս։ Հեչ ասենք, կհիշեք են մութ խավար թվերը ժողովուրդ ջան, մեծերը կհիշեն փառք Աստծո էր երիտասարդները թող չտենան մեր սերունդներն էլ։ Ասենք հեռու մութ խավար ոչ բան չկար, մի հեռու տեղ մի հատ փոքր լամպուշկա էր վառվում։ Այդ մութը տեղը ինչ ենք անում։ Այդ մետրերով, կիլոմետրերով հեռու այդ լույսը տեսնում ենք։ Եվ որ մենք մութի մեջ էինք, հեռում այդ լույսը տեսնում ենք, իսկ մեր այդ մութը տեղ կայնած տեղը, մեր չորսկուրը մենք տեսնում ենք, թե չէ։ Չենք տեսնում, ճիշտ է չենք տեսնում։ Այն հեռու լույսը տեսնում ենք։ Համին սատանայի նպատակն է ժողովուրդ ջան, որ մենք հեռվի փոքր լույսերը տենանք, մեր մոտիկ երանները չտենանք։ Համին նայեք, երբ որ իրիկունը մութը տեղ դու գնում ես, կարող ոտքերդ կոշիկներդ ցեխոտվի, կարող ասենք շորերդ ցեխոտվի, հետ եղել ա թես թե չէ։ Ասենք շատ է եղել մեջ, չգիտեմ ձեր հետ թե չէ, ես մի քիչ կարող է փնտրլոժ մարդ եմ, չգիտեմ։ Ասենք աշխատում եմ ցեխը չմնեմ, մի ասենք մաքուլի, բայց որ գնում եմ տուն մեկ էլ լույսին տենում եմ, թե կոշիկներս ա ցեխոտվե, թե շալվարս ա ցեխոտվե։ Ես չեմ ուզեցել, բայց ցեխոտվել ա։ Այ երբ որ հիշեք քուրեր եղբայրներ, երբ որ մենք դիմացի եղբայր քուրիկի որից է մեկի մասին սկսում ենք ինչ-որ բաներ խոսալ, մենք այդ մութ խավարի մեջ ենք։ Այդ փոքր լույսը թեկուզ հեռու է, մենք նրա թերությունը տեսնում ենք, բայց մեր գերանները մենք մոռանում ենք։ Հիշում եք Տեր Հիսուսն ինչ ասեց։ Ասեց, ով որ ձեզանից արդար է, թող առաջինը նա քարը գցի։ Այսօր շատ ժամանակ գիտեք շատ հեշտ է դիմացինի մասին դատել, բամբասել, չարախոսել, կռվել, անել, բայց հլա դրեղի նրա փոխարեն։ Երբ մի հատ բան պատմեցին, եղբայրներից մեկը, մի հատ խովիվ, ասենք մեր ժողովուրդը սկսում են սրան հոգնացնել էլի։ Մեկ էս մարդը գալիս ասում լսեք, մի քանի եղբայրներ, դու ինչ հովիվ ես, դոսես, տոնես, դուք եք, չէ՞ գրշի մասին խոսում, կասեք, հա բան չտե կանի։ Մարդ կաս թե որ հետո իսկ բամբասած չլի, թե մարդ չի լի, համոզված եմ։ Գոնե մի անգամ մի բան ասած ստիլեք։ Ես գիտեմ ինձ էլ են ասում էլի, այդ լավ է։ Ուրեմն կյանք կա։ Եվ որ ես լսում եմ ինչ են ասում, ինքնակնության եմ գնում, եթե ճիշտ են ասում, ջանք եմ անում ապաշխարեմ, եթե սխալ են ասում փառք քեզ Տեր, ուրեմն լավրից մի հատ խնձոր կա, որ քարը գցում են։ Համին նայեք ես հով ինչ անում, ժողովուրդ ջան։ Ասում է, գալիս անստեմ, ասում է, վերջ ասում է, ես էլ հովություն չեմ անելու։ Ոնց է ասում ախպեր, հա ասում է, ամեն դուք արեք։ Հետո բերում են մեկին, դնում են էս մի քանի հոգով իրար հետ, Էսան սմա չիրեմ, սա խառնվում է, չեն կարում, ես ախպեր, ասում է, ինչ անհանգստացնեք,
Դուք ծառայություն արեք, ես ես չեմ խանգարել, սով է նստում, իրական դեպք եմ ասում։ Այս ժողովուրդը դնում են մի շաբաթ, երկու շաբաթ, մի ամիս տենում են, չեղավ։ Այս աղբերները գալիս են այս հովին, ցավը տանեմ, արի աղբեր ջան, բան արի հովություն արա։ Գնամ այս մարդը նորից, սաղ եմ այդ մարդը, անունը չեմ տալիս, եղբայրները պատմեցին, իսկական դեմք եմ ասում։ Ասում եմ մի որոշ ժամանակ ժողովուրդ ջան, էլի նորից մերկուս եմ, էլ այս մարդ հարասում է, դե թողեք գնամ հանգստանամ, դնում են, մի ամիս էլի չի անցկենեմ, սաղ գալիս են աղբեր, կներես, բան, էլ քեզ չեր խանգարի, ասում ես այդ աղբոր տերմել էլ չէի ծառայի։ Հանի ժողովուրդ ջան, կողքից շատ հեշտ է ասել է։ Իրեք շատ հեշտ է ուրիշին մեղադրել, շատ հեշտ է ուրիշի տեղը դատել, ես սենց կանեի, ես նենց կանեի, լա մի հատեղ էլի։ Մի հատեղի։ Այդ փոքր լամփուշկեն, որ ցերեգը, շիրակը վառում չի երևեմ։ Բայց երբ որ գիշեր աստեղից դու շիրակ տեսնում ես այդ լույսը, հենց սատանան ուզում է, որ այդ լույսը, որ կողքինների մեջ կա, մենք չտեսնենք, նրանց թերությունները տեսնենք, որ մեր գերանները չտենանք, ժողովուրդ ջան։ Նամարտերն ասում է քո աշկի գերանը հանի։ Պետրոս Արաքյանն ասում է, այդ լույսը մեր մեջ ծակի, որ մինչև կեսօր դառնա։ Այդ որտեղ պետք է ծակի այդ լույսը։ Մեր տանը, մեր ավտոների, մեր փողոցները, մեր սրտի մեջ պետք է ծակի, այդ լույսը ծակել է, սիրելի քույր եղբայրներ։ Այդ Քրիստոս լույսը մեր մեջ ծակել է։ Մենք պետք է թույլ տանք, որ այդ մեր սրտի մեջ այդ լույսը ամբողջովին արեգակ դառնա։ Եվ որ կեսօր դառնա, եղբայրը հիշեցրեց, որ խոտը ինչ անեմ, չորանում է, վառվեց գնաց մի ակնթարթում։ Այ այդ լույսը, երբ որ իմ սրտի մեջ ծագում է, այդ լույսը վառելով իմ սրտի մեջ արդեն ինչ եմ տեսնում։ Իմ սխալներն ու թերությունները։ Արդեն ես ճանաչում եմ ես ով եմ։ Ես տեսնում եմ, որ ես հպարտ եմ, գոռոզ եմ, ամբարտավան եմ, որ ես դատով եմ, չարախոս եմ, ինձ եմ տենեմ, էլ ես ժամանակ չեմ ունենեմ, գարուշի չոփերի հետևից եմ գնել։ Սնում արդեն իմ ամբարտավան եսի համար աշխատանք տանել, որտեղ ինձ ողորմություն անի։ Որտեղ այդ լույսը վառվել է, երևացել է։ Մութը տեղը չեմ տեսել իմ հանդերձների կեղտը, բայց եկել եմ լուսին տեսել եմ, որ սաղ կեղտոտը ամոթ ասել որ ման գամ, սում եմ այդ կեղտերն ինչ անել, մաքրել ժողովուրդ ջան։ Հովհաննես Առաքյալը, առաջի գլխի Հովանու առաջի թղթի մեջ, ասում է սա է այն ավետիքը, ստեղ ավետիկ աննով աղբերն ենք, թե չէ։ Այդ սովորական ավետիկ աղբոր մասին չի խոսում, այլ Քրիստոսի ասում է, որ Աստված ինչ է, լույս է։ Աստված լույս է, եւ Հովանու ավետարանի մեջ ասում է, լույսը աշխարհ եկավ։ Ասում է, աշխարհը նրան չճանաչեց, իրաններին եկավ, իրանները չընդունեցին։ Ինչի համար չընդունեցին, որտեղ իրանց սիրտը խավար է, այդ լույսի մեջ իրանք մասն ու բաժին չունեն։ Բայց որոնք որ ընդունեցին, նրանց իշխանություն տվեց ասորորդիներ կոչվելու։ Այդ լույսը մինչև քո սրտի մեջ չծակի կապ չունի, 50 տարվա ավատացյալ ես։ Ներող կլեք, որ սենց եմ ասում, ես էլ ես ամոտար 40 տարի այս կյանքի մեջ եմ։ Կապ չունի քանի տարվա հոգևոր ես, եթե այդ լույսը չի ծակել քո սրտի մեջ, դու դեռ խավարի մեջ ես։ Եվ Տերն ասում է, թե խավարի մեջ ես, խավարի մեջ չի տեսնում, ինչ անեմ, ուր ա գնում։ Թող Տերը օգնի ժողովուրդ ջան, որ նայենք այդ լույսին, որ այդ լույսը այսօր ողորմած Աստված մեզ բերել է։ Հիշում եք Տեր Հիսուսը լեռան քարոզի մեջ ինչ էր ասում։ Քարոզից անմիջապես ասում է, դուք եք աշխարհի լույսը։ Հենց այդ լույսը պիտի ծակի քո սրտի մեջ, որ քո տան անդամը տեսնի։ Այսօր շատերն ասում են, եղբայր աղոթենք տունս, երեխես, վայ գիտես ինչ է, վայ մարդս խմող է, վայ երեխես սենց է։ Է կարող է դու ես մարդիդ խմող դարձրել։ Սուրբ Գիրքը ասում է, ցեկինում տվեք, դառնա հոգիներին։ Ես մի հատ անձնավորություն գիտեի, մահացել եմ այդ մարդես մի քանի ժամանակ անց աղբել է։ Այս մարդը շատ հարբեցող մարդ էր, Քյավառի կոմերում, շատ խմող մարդ էր։ Մարդը ապաշխարեց, դառավ Տիրոջը ծառայեց, ու մի անգամ իր վկայությունը տալիս էր, ես լսեցի, իրան ճանաչում էի աղբորը։ Ասում է աղբեր ասում է, իմ կինը ասում է, իմ դասընկերուհիս էր, ասում է 5-րդ դասանից սիրարվեց ես աղջկան։ Ասում է մի լիզվանիկ աղջիկ էր, բայց ասում է սիրեցի, վերջը ասում է, եկանք ասում է սիրեցի, եկա 10 սլա պրծացրեցի, ասում է մինչև բանակ գնալս թաքցրեցի։ Այդ ասում է, տարա ասում է, բայց շատ դիզվանի էր ասում է։ Հմի ասում է, տարա ասի, ոչինչ, ամուսնանանք լիզուն կարճանա։
Հայախբեր ասմա, տարանք ամուսնացանք, մի հատ երեխա ես կնգա, լիզուն այնքան լիզվանիկ էր ասմա, սաղ ծնողներից կտրեց, բարեկամներից կտրեց ինձ, ինչ անեմ ասմա, չի ասմա, երեխեք ունեցա, 3 երեխա ասմա, դե սիրում եմ երեխեքի, բան ինչ անեմ, ասմա, ճարս կտրված ասմա, էլ չկարեց ասմա, սրախ են գալ, սեցի խմել, ասմա, դարը հարպեցող, մարդիկ ասում են, արա սա իսան չի, մի օր մեր եղբայրները գնում են պաշտամունքներին նստական թվականներին, այս քուրիկը գալիս է պաշտամունքների, սկսում է պաշտամունքներին մասնակցել, այս կնոջ կյանքը փոխվում է։ Մի օր տուն է գնում նորից սովորական պաշտամունքից, մարդը խմած, հարբածելի գալիս անգնեմ, այս կինը տանեմ մարդին նստացնեմ, կոշիկները հանեմ, ոտները լվանեմ, տեղը դզեմ դամ, տանում ես մարդին պարկաստեմ, սա մի անգամից քևը թողում է, ասում ես ինչ եղավ։ Վերջը երկու անգամ որ սենց գալիս է, այս կինը իր հոգևորությունը ցույց է տալի, սատանան էլ դե քնած չի, մարդին ասում է, կնիկդ ասում է, քեզ դավաճանում է, ես քեզ քնացնում է, որ իր գործերին գնա էլի, այս մարդը գնեմ ժողովուրդ ջան, արաղն առնում, կախին լստեմ, վրին լստեմ, առնում բերանը, որից է սենց, հոտ գա, մի կապլի չի խմ, ասում է, որ խմած եմ եմ, քնում եմ, սաղ գալիս է, գալիս է, չի թողում, որ կինը տանի տեղը, հենց դրան շեմին այդ կալիդորը ներսա մտնեմ, մի կերպ չի գնեմ տեղ ամիթում խմացա քնումա, ասում աշկի մեկը փագումա, մեկը բացումա, ինչ քնել, դե մա կին իրա գործերն արավ, մեկ է գնաց, ընդեղ սենյակ իրիկունը արդեն մի քանի րոպե այդ սենյակը զալի, սենյակը մնաց եկավ պարկեց քնեց, սաղ քշեր ես մարդը չի քնում, առավոտ վերակ ենեմ ասում, չայ մարդ ասում, այս ինչ այլ ես կնգան, մեկ էլ որտեղ միտք է գալի, ասում կարող եմ տերտերների մոտա գնեմ, մեր եղբայրներն ասում են ֆարմասոն, բան այդ քավառի կոմերը, տերտերների մոտ, մեկ է կնդան ասում, լսի ասում, կարող եմ ֆարմասո տերտերների մոտ ես գերեմ, ես կինը կուչ է գալիս, ասում դե, հա, ասում երբ հա շապատ, ասում ինձ հետ կտանես, ես խեշ քուրիկը գալիս է շապատոր, ես մարդ առավոտից նստան, սպասում մինչև իրիկու, վախում կին ամուսնուն տանի, մտածում որ եթե գնաց կարող է եղբայրների հետ վիճի կռվի, քուրիկը չի տանում, այս մարդը լավ կնգան ծեծում է, ջարդում է, ասում իրոք դու ուրեմն անց այդ պրոբլեմ ունես, այս եղբայրներն իմանում են մայր քուրիկ ջան ասում են բերք ու մարդին, գալիս է այս եղբայրը, մյուս պաշտամունքին, նստում է հետևին, այս ժողովուրդը հավաքույթն անեմ, պաշտամունքը վերջացնեմ, աղոթեմ, մեկ է հենց որ վերջանում է, մեկ է կայնում է, այս մարդը ասում են, դե տներով ասում է, լակեցեք ասում է, ես բանը մենակ, սպրծով ասում են, հա, ոնց ասում է, ոչ թե, հա ասում է ժողովուրդ ջան, հա ասում է ձեր ցավը տանեմ ասում է, լա սպասեք, ասում է դուք ով եք, ես ինչ արիք, որ ինք կնիկ ասում է, այսքան տարի ես սրա հախեն չեմ կարեց եկամ, սա լիզվի ախին չեմ եք, ես դուք ով եք, որ սան փոխել եք, ես եղբայրներ հայախբեր ասում են, մենք չենք Հիսուսն է, բան վա այդ Հիսուսն ուր է, ասում են հայախբեր ինք հասպածաբան, բա վարդ է, ասում է կարամ իրան տենամ, եղբայրներն ասում են, հա աղոթ ենք, եթե տերը ողորմա, հենց ծնգյա գալիս ժողովուրդ ջան, առաջի աղոթքին Տերը առաջը հայտնվում է, ասում այս վերքերը ես քմար եմ ստացել, այդ մարդը ընդունում է Հիսուսին, ապաշխարում է, ծառայում է Տիրոջ ու գնաց երկինք, մենք չգիտենք մեր արարքով ինչ ենք անում ժողովուրդ ջան, մենք արտաքինն ենք տեսնում, մենք արտաքին պատկերն ենք տեսնում, աշկի երևույթն ենք մենք տեսնում, բայց սիրտ ու երիկամուն քննողը Տերն է, քուրեր եղբայրներ, համար այդ լույսը որ գալիս է մեր ներսի ախտերն ու կեղտերն է դուրս անում, այդ լույսը որ գալիս է մենք ճանաչում ենք մեզ, երբ որ ես ինձ ճանաչում եմ, այն ուրիշի հետևից չեմ գնում, թող Տերը օգնական լինի, ժողովուրդ ջան, ժամանակն է թռնում այս ակիրճ մոտեցնեմ, լանայեք Աստծո խոսքը, երբ որ մենք կարդում ենք Հովանու 5-17 գլխի, երրորդ համարը ինչ ասում, Հովանես 17, երրորդ, եւ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստված, եւ նրան, որ ուղարկեցիր Հիսուս Քրիստոսին։ Ասում է, սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ որպես միակ ճշմարիտ Աստված։ Այսօր ժողովուրդ ջան, շատ մարդիկ կյանքը փնտրում են ունեցվածքի մեջ, դիրքի մեջ, պաշտոնի մեջ, հարստության մեջ, չգիտեմ, ամուսնու մեջ, կնոջ մեջ, ուսման մեջ, ցավոք սրտի Գյումրեցիների շատ շատերին գիտեմ Եվրոպայի մեջ,
Ամերիկայի մեջ, Ռուսաստանի մեր քոլեցիկել նույնն են, հայերը ամենավատ ժողովուրդ են, գիտեք, ներող կլեք, ես էլ մշեցի եմ, գիտեմ, ասում են հայ եմ, դե գենետիկ ասպաս, գիտի, բայց պապական ընդեղից ենք, բայց մի հատ վատ խոսք ունեն մեր հայերը, ասում են, որտեղ հաց ընդիկած։ Եվ մարդիկ փնտրում են երջանկությունը հացի մեջ, ունենալու մեջ, չգիտեմ ինչի մեջ, բարեկամներ, կյանքը միայն Հիսուսի մեջ է։ Եթե մարդը Հիսուս ունի, ամեն ինչ ունի, եթե Հիսուս չունի, ոչինչ էլ չունի։ Եվ մեր Տեր Հիսուսի փափագը, ցանկությունը, երբ որ մենք Սուրբ Գիրքը կարդում ենք, ինչ ասում, Հովանու 17-ից սկսած այսպիսի խոսքեր ասում, Հովանու ավետարան 17-ից սկսած, նրանց սուրբ արա քո ճշմարտությունով, որ քո խոսքը ճշմարտություն է, այսինքն Հիսուսի խոսքն է ճշմարտություն, ասում է սուրբ արա նրանց, քո ճշմարտությունը, որ քո խոսքը ճշմարտություն է, ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ, ես նրանց համար շարունակում, բայց 20 կարդամ, բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էր, որ նրանց խոսքով կհավատան ինձ, որ ամենքը մեկ լինեն, ինչպես դու Հայր ինձանում եւ ես քեզանում եւ նրանք մեզանում մեկ լինեն, որ աշխարհ կհավատա, թե դու ուղարկեցիր ինձ։ Եվ սա է այն փառքը, որ ինձ տվիր, նրանց տվի, որ մեկ լինեն, ինչպես մենք էլ մեկ ենք, ես նրանցում, դու ինձանում, որ կատարվի լինի մխիթարությունը, որտեղ աշխարհը գիտենա, որ դու նրանց ինձ տվեցիր։ Այսինքն Աստծո ուզածը, գերագույնը, նպատակը, վերջնական ցանկությունը ո՞րն է մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան, որ իր այդ մեկը ենք։ Քուրեր եղբայրներ ջան, երկինքը մեկանալու վայր չի։ Հիշեք, եթե մեկը մտածում է, որ այստեղ մի կերպ յոլա գնա, հարմարվի բան, մի կերպ փրկվի գնանդեղ Հիսուսի հետ էլի, այդ մարդը չարաչար սխալվում է։ Երկինքը հաշտության վայր չի։ Երկինքը մեկանալու վայր չի։ Երկինքը Հիսուսի հետ հավետ ապրելու վայր է։ Ստեղ մարդը պետքա Քրիստոսին հանդիպի։ Ստեղ պետքա մարդը Քրիստոսին ճանաչի։ Ստեղ պետքա մարդը Քրիստոսի հետ մեկ լինի։ Հիշում եք, Տերն ինչ ասեց, ասում է երկնքի արքայությունը ուտելիք, խմելիք ու ինչի, երկնքի մասին հանդեղ չի տալիս, որ այնտեղ պիտի գնանք էս անենք, չէ, ժողովուրդ ջան, ստեղ մենք պետքա ուրախություն, ցնծություն, խաղաղություն Սուրբ Հոգով։ Եթե այստեղ մարդը այդ խաղաղությունը Աստծո հետ չունի, այդ սուրբ կյանքը Աստծո հետ չի ապրում, այդ փափագը ցանկությունը չունի Քրիստոսի հետ մեկանալու, այնտեղ գնաց ինչ պետք է անի։ Ներող կլեք, ես մի դիպասն է պատմեմ ու վերջացնեմ ընդհանրացնելով միտքը։ Մի հատ այսպիսի բան է պատմում, լսել եմ, չգիտեմ որքանով է ճիշտ, ասում եմ մի հատ ազնվորություն, մի հատ երկիչ մահանում է, գնում է մեկ է երկնքի դռների մոտ, մեկը կանգնած ալում, ասում է, այսօր ես գնում, բարեկամ, ասում է Հիսուսի մոտ, ասում է Հիսուսին ճանաչում ես, ասում է, հա, բա ինչ եմ անում, այսքան տարի եկեղեցում երգել եմ, ջերիժոր եմ եղել, ես եմ եղել, ասում է լավ ես արել, այստեղ կանգնի։ Հետո գալիս է մի հատ խարիզմատ հով է մահանում, էլի նույնը, բաղարյուս ասում է գնում եմ Հիսուսի մոտ, բա ճանաչում ես, բա այսքան տարի իր հովիվն եմ էլի, ասում է կանգնի։ Մեր եկեղեցուց մի հով էլ է մահանում, գնեմ, էլի բա հա ասում է գիտես տարածքի հով եմ եղել, այսքան ծարալ, ասում է ստի կանի։ Սա կողքին կային ասում է, լիքը մարդկանց։ Մեկ էլ մի հատ տատիկ է գալիս ասում է, մեկ էլ ես կանգնած այդ հանդերձավոր մեկ ասում է, Մարիկ ջան ասում է, ուր ես գնում քույրիկ ջան, ասում է Հիսուսի մոտ, ասում է դու Հիսուսին ճանաչում ես, նայում ասում է Հիսուս բեռնետ քեզով չճանաչեմ։ Ժողովուրդ ջան, երկին կոչումներն ու պաշտոնները չեն մտնելու։ Այսօր սատանան խաբում է ինչքան մեծ պաշտոն կոչում ունենաս, այնքան փառաղ ես, քավ լիցի ժողովուրդ ջան։ Երկինք մտնելու են ստեղ Հիսուսի հետ մեկացած մարդիկ, Հիսուսին ճանաչող մարդիկ, Հիսուսի հետ ապրող մարդիկ, Հիսուսի հետ հաղորդ լինող մարդիկ, որտեղ այնտեղ բոլորը պետք է լինեն իր որդիները եւ պետք է ինքը լինի մեր բոլորի հայրը։ Ես շատ եմ կրկնել եղբայրներ լսած կլեմ, միշտ էլ ասել եմ, երկնքում ոչ մի հայ եպիսկոպոս, ոչ մի հայ երեց, ոչ մի սարկավակ այնտեղ չեն լինելու երեց կամ եպիկոս սարկավակ չէ, այնտեղ բոլորը պետք է լինեն Քրիստոսի որդիները, ռուսները չեն լինելու, հիշեք, ուկրաինացիները չեն լինելու, եպիսկոպոսներ, երեցներ այնտեղ երկնքում, այնտեղ բոլորը որպես փրկված մարդիկ են լինելու։ Երկնքում ընդամենը 24 երեց կա, այդ 24 երեցները մենակ հրեա ազգից են։ Մնացած ազգերը ամեն մեկ իր վարձքը պետք է առնի։ Եթե լավ երեց է, լավ եպիսկոպոս է, լավ սարկավագ է, լավ ծառայող է, իր վարձքը քառապատիկ, կրկնապատիկ պիտի առնի։
Լավ քույրի գա, իրա վարձքը Տիրոջից պիտի առնի։ Համար ժողովուրդ ջան, թող Տերը օգնի մեզ, որ մենք իր հետ մեկ լինենք։ Մեր Տեր Հիսուսի վերջի քահանայական աղոթքը սա է ասում, որ մեկ լինեն, որ աշխարհը տեսնի, որ մենք մեկ ենք։ Եվ Հովանու ավետարանի 6:40 համարի մեջ ասում, որ ասում ինձ տեսնեն, ասում, որ հավատան, որ դու ուղարկեցիր։ Այսօր եթե դու քո տան մեջին լույս չես, ես իմ ընտանիքի մեջ լույս չեմ, ինչքան ուզի համոզեմ իմ հարսին, երեխուն, քելե երտան, քելե, ինչ քելե։ Կյանքս պիտի քելե անի, ժողովուրդ ջան։ Դա համար այդ դուրսը ծակի մեր սրտի մեջ, որ մեր մեջի ախտեր ու կեղտերը դուրս անի։ Եվ դա է պատճառը, որ Տերն ասում է, ճանաչեք այդ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Եվ որ մենք մեղքի ստրկությունից, մեր եսից, մեր ամբարտավանությունից ազատված Քրիստոսի հետ հաղորդ լինենք, մեր ներսի ամեն ախտեր ու կեղտերից մաքրված ու սրբված, այդ ժամանակ մեր տան անդամը այդ լույսը կտեսնի։ Շրջապատի մարդիկ այդ լույսը կտեսնեն։ Եվ այդ քաղցությանը գալով հավիտենական կյանք կունենան։ Եվ այստեղ էլ դու Հիսուսի հետ մեկ կլես, այստեղ իր հետ հաղորդ կլես, եւ քեզ համար արդեն ապրել է, այս երկրի վրա կլի մի վայր, որ ժամանակավորապես տրանզիտ սպասում ես, որ քո հերթը գա հասնես տուն գնաս։ Թող Տերը փառավորվի, ամեն։